Ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շարքում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ներկայացրել է հիմնադիրների թանգարան ցուցադրությունը, որը պատմում է նահանգների անկախությունը կերտած առաջնորդների մասին։ Benjamin Franklin, who was the very first American diplomat. Բենջամին Ֆրանկլին, Թոմաս Ջեֆերսոն, Դոլի Մեդիսոն եւ այլք։ Ներկայացրել ենք հիմնադիր հայրերի եւ մայրերի կենսագրությունը, 56 գործիչներին, որոնք ստորագրել են անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներին։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Կապանի ամերիկյան անկյունում հանդիպեց հետաքրքրասեր աշակերտների, ուսանողների հետ, խոսելով առաջնորդության, քաղաքացիական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության եւ ազատության մասին։ Syunik is beautiful. Սյունիքը հիասքանչ է։ Ես շատ եմ սիրում շփվել երիտասարդների հետ։ Ինչքան շատ եմ շփվում, այնքան շատ եմ հասկանում, որ Հայաստանը լավ ապագա ունի, նման տաղանդավոր երիտասարդություն ունենալու շնորհիվ։ Հանդիպման ընթացքում երիտասարդները դիտարկեցին առկա եւ վիրտուալ ցուցանմուշները, հարց ու պատասխանի ձևաչափով խոսեցին հետաքրքրող թեմաներից։ Ընդհանուր հանդիպումը ինձ համար շատ հետաքրքիր էր, հետաքրքիր նաեւ որ Ամերիկայի դեսպանի մասին հետաքրքիր նաեւ անձնական որոշակի տեղեկություններ իմացանք, ինչպիսի տպավորություններ ունի Հայաստանից, ինչպիսի տարբերություններ է տեսնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Սովորեցինք շատ բաներ, հատկապես մշակութային տարբերությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ես կուզենայի, որ այս հանդիպումները ավելի հաճախ լինեն։ Հայաստանում ամերիկյան կենտրոններ կան 5 քաղաքներում։ Բոլոր տեղերում պարբերաբար իրականացվում են բազում նախաձեռնություններ, միտված երիտասարդների հետ շփմանը եւ ոչ միայն։ Բոլոր ամերիկյան անկյուններով հիմնադիր հայրերի ցուցադրությունը շրջել է, սկսեցինք Երևանից, հետո տարանք Վանաձոր, այնուհետև Գյումրի, Չարենցավան, այժմ Կապանում է եւ մեկ ամսից վերադառնալու են Երևան եւ կարող են արդեն նրանք, ովքեր չեն հասցրել ցուցադրությանը մասնակցեն մեր Երևանի ամերիկյան անկյունում։ Հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր ամերիկյան անկյուններում եւ մարդիկ հնարավորություն կունենան ավելին իմանալ Միացյալ Նահանգների ակունքների մասին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։